կարևորագույն բանի մասին, որ կոչվում է ընկեր։ Երբ Աստված Ադամին ստեղծեց, Ադամը մենակ էր, տխուր էր, որովհետև իր նման մեկը չկար, բանական մի էակ, որ իրեն հասկանար, որի հետ զրուցեր, որի հետ կիսվեր, որի հետ կարողանար շփվել։ Եվ Աստված ասաց, լավ չէ, որ Ադամը մենակ է, իր նման մեկին ստեղծենք, որը կարողանա նրա հետ ապրել, մեկ դառնալ։ Եվ այդպես ստեղծեց Եվային կնոջը, եւ դարձավ այր եւ կին մեկ մարմին, այս պատճառով ինչպես Սուրբ Գիրքն է ասում, թե տղամարդը պետք է թողնի իր հորն ու մորը եւ միանա իր կնոջ եւ երկուսը մեկ պետք է լինեն։ Ուրեմն այս դրախտային կերպարը, այս դրախտային պատմությունը իրական ընկերության մի օրինակ է, որ Ադամն ու Եվան ինչպես են միավորված, Աստծով են միավորված։ Եվ ամենակարևորը անմեղ էին, սուրբ են Ադամն ու Եվան, երբ որ միավորվեցին։ Եվ այդ միավորությունը ավելի կամրագրվեր, կհաստատվեր, երբ որ իրենք պատվիրանով մինչև վերջ պահեին եւ մնային դրախտում։ Այս դրախտային ընտանիքը, դրախտի ընտանիքը կդառնար իրական այն երանելի ընկերությունը, որ Աստված մտածել էր, որ Աստված նախասահմանել էր մարդու համար, որ այսպիսին պետք է լիներ ընկերությունը։ Հայերեն լեզվում ընկեր բառը հետևյալ ստուգաբանություն ունի։ Ընկեր նշանակում է ընդկեր, այսինքն կերակրի, սեղանի, կիսող, այսինքն ում հետ մենք սեղան ենք նստում, ում հետ հաց ենք կիսում, դա դառնում է մեր ընկերը, եւ շատ այս անվան ստուգաբանությունը հայի գիտակցության մեջ է կարծես մտել, եւ հայի գիտակցություն է ծնվել այս անունը, ինչպես շատ լսել ենք այս մարդու հետ ես հաց եմ կիսել, այսինքն հաց կիսելը դա արդեն մի գեղեցիկ իրողություն էր, մի ընկերանալու, մտերմանալու պատեհ առիթ։ Եվ ահա այդպիսի ընկերակից էր Ադամի համար Եվան։ Ադամի համար Եվան դրախտի ծառերից ճաշակելու, միասնաբար ուրախությունները կիսելու, միասնաբար ապրելու, զվարճանալու, բայց դեռ մարմնի ընկերակից չէր, որովհետև Ադամն ու Եվան մերկ էին եւ չէին ամաչում։ Եվ սա այն իրական ընկերակցությունն էր, կերակուրի, ուրախության, երջանկության, սրբության, խաղաղության ու երանության, որ Աստված նախապատրաստել էր մարդու համար։ Եվ եթե մեկ հարցնի, թե ինչպես պետք է բազմանային մարդիկ, ինչպես պետք է սերունդ թողնեն եւ միայն Ադամն ու Եվան պետք է մտնեն երկնքի արքայություն։ Բնականաբար ինչ որ գրված չէ Սուրբ գրքում, մենք չենք կարող այդ հարցին պատասխան տալ, բայց եւ այնպես եկեղեցու Սուրբ հայրերն ասում են, որ հետագայում Աստված կերպեր ցույց տվեց, թե ինչպես կարող էին Ադամն ու Եվան զավակներ սերունդ թողնել եւ երկնքի արքայությունը լցնել։ Որովհետեւ Սուրբ Աստվածածին Մարիամը անսեր մնողությամբ, անապական ծննդյամբ Սուրբ Հոգով զավակ բերեց Հիսուս Քրիստոսին մեր Տիրոջը։ Եվ կարող է օրինակ հենց այսպես Եվան զավակներ բերեր, եւ Աստծո որդիներ դրանք լինեին, եւ ինչ որ մեզ հայտնի չէ։ Ուրեմն այս ընկերակցությունը, այս երանությունը, այս խաղաղությունը, այս մտերմությունը դեռևս Ադամում հետ միջոցով դրախտում հաստատվեց։ Ցավոք սրտի եւ փառք Աստծո նաեւ, որ հետագայում Ադամն ու Եվան ոչ միայն ուրախության ընկերներ եղան, բայց նաեւ տրտմության, ցավի ու վշտի ընկերներ եղան։ Ինչու՞։ Որտեւ ինչպես եկեղեցական ավանդությունն է ասում, երբ Եվան խաբվեց օձից եւ ճաշակեց, այդ պտուղը, արգելված պտուղը, Ադամը եւս ճաշակեց
Ինչու ճաշակեց։ Եվան ճաշակեց, որովհետև հաճելի էր, Աստվածանալու փափակը զգաց իր մեջ, որը սատանայի օծի խաբկանքն էր, որովհետև բուրմունքը գեղեցիկ էր, ախորժելի էր թվում իրեն եւ այդպես գայթակղվեց, խաբվեց եւ կերավ։ Բայց եկեղեցու ավանդությունն ասում է, որ Ադամը այդ պատճառով չկերավ։ Ադամը կերավ ճիշտ Եվային փրկելու համար։ Մտածում էր, որ եթե Եվան կերավ իր կեսն է, ինքն էլ պետք է ուտի, որպեսզի Եվային փրկի։ Բայց ցավոք սրտի այս պարագային Ադամն էլ խաբվեց, որովհետև ճիշտ չուտելով ավելի հավանական էր, որ Եվային փրկեր, քան թե ուտելով։ Այսինքն մեղսակից դարձավ Ադամը Եվային, եթե հնում կենակից էր, այսինքն կյանքի կցորդ էր, այսօր մեղսակից դարձավ Եվային։ Եվ երկուսն էլ դատապարտվեցին։ Եվ այս անգամ դարձան ոչ թե ուրախության ընկերներ, այլ տրտմության, տխրության, որտև այն ցավը, այն վիշտ, այն դառնությունը, որ Աստվածային պատվիրանները խախտեցին եւ ապրեցին առաջի խղճի խայթը, առաջին հոգևոր մղզավանջը, առաջին խավարը, առաջին մեղքի զգացումը, որ ապրեցին, միասին ապրեցին։ Եվ ահա հետագա իրենց բոլոր մյուս կյանքի օրերը Ադամն ու Եվան ուրախություն ու տխրություն միմյանց հետ կիսեցին։ Եվ մենք այսօր այլևս ընկեր լինելով, բնականաբար եթե ընտանեկան ընկերություն է դա, այր եւ կին են, ճիշտ Ադամի Եվայի այս ճանապարհով են անցնում բոլորն էլ։ Միմյանց հետ կիսում են թե ուրախություն եւ թե տխրություն, թե վիշտ եւ թե երանություն։ Եվ այսպես միմյանց հետ հաղթահարելով կյանքը քայլ առ քայլ գնում են առաջ, եւ եթե այսպես միասնաբար Աստծո զորությամբ աղոթքով հաղթահարեն, կվերադառնան Ադամի այն երանական վիճակին, այսինքն դրախտային ընտանիքին, որտեղ Ադամն ու Եվան, ինչպես ասացինք, ուրախություն պետք է միմյանց հետ կիսեին միայն, եւ այդպես էլ այն զույգերը, ովքեր Աստծով են ապրել, ովքեր խաղաղության, սիրո, ուրախություն, տրտմություն կիսելով, բայց միասնաբար հաղթահարելով այդ բոլորը հավատքով, հաղթանակով դուրս եկան այս աշխարհից, իրական երանությունը երկնքի արքայության մեջ կվայելեն, իրական ուրախությունը միասնաբար կկիսեն հավիտենական կյանքում։ Ուրեմն այսպիսին է ընկերությունը, այսպիսին է այն շնորհը, այն ուրախությունը ու երջանկությունը, որ Աստված նախատեսել է իր զավակների համար։ Եվ փորձենք հասկանալ այսօրվա իրողությունը, այսինքն ինչ որ մենք սա ասացինք, դրախտային մի պատմություն էր, մարդկային կյանքի պատմության էջերից քաղված դասեր էին եւ երկնքի արքայության մեջ ավարտներ։ Բայց այս բոլորը տեղափոխենք իրականություն, բերենք մեր դաշտ, մենք հասկանանք, թե կյանքում ընդհանրապես ինչ է նշանակում ընկերություն։ Ինչպիսի ընկերություններ կան եւ ինչպիսի արտահայտություններ ունեն այդ ընկերությունները։ Կան տարբեր տեսակի ընկերներ։ Կան ընկերներ, որոնք գործընկերներ են, այսինքն որոշակի աշխատանք են միմյանց հետ կատարում եւ փոխհամաձայնությամբ կատարում են այդ աշխատանքը եւ կարծես գործի ընկերներ են։ Բնականաբար այս գործընկերության մեջ ազնվություն է պահանջվում, արդարություն է պահանջվում։ Եվ բնականաբար այս ընկերությունը որոշակի շահի վրա է հիմնված։ Այսինքն միմյանց հետ են գործնանում եւ իրար պետք է աջակցեն, իրար պետք է օգնեն, իրար պետք է պաշտպանեն, որպեսզի իրենց գործը առաջ գնա եւ իրենք ընդհանուր շահույթ ունենան եւ արդարությամբ պետք է կիսեն իրենց հետ իրենց ընդհանուր վաստակը։ Եվ տեսնում ենք, որ այս գործընկերության մեջ խիստ անհրաժեշտ է
աստվածավախությունը, հավատքի գործոնը, որտեղ այն գործընկերները, որոնք աստվածավախ են, նախ Տիրոջից են վախենում, հա, եւ այդ աստվածավախությունը նաեւ իրենց գործընկերության մեջ են օգտագործում, արդարությամբ են անում, մաքուր են կատարում իրենց գործը, այն ժամանակ ամուր է այս ընկերությունը։ Եվ այն գործընկերության մեջ, որտեղ չկա աստվածավախություն, միայն մարդկային շահերի, մարդկային վախը կա, այդ ընկերությունը ամուր չի, ինչպես այսօր ցավոք սրտի իրականության մեջ տեսնում ենք, գործընկերներ են, բայց երբ որ հարմար առիթ է լինում, մեկը մյուսին ստորացնում է, մեկը մյուսին խաբում է, թալանում է, փախչում է, որովհետև չկա աստվածավախություն այս գործընկերության մեջ, որովհետև երբեմն պահ է լինում, որ հնարավոր է քո ակնկալած շահույթը չունենաս եւ ընդհակառակը պետք է դու ինքդ քո կողմից տաս, որպեսզի ձեր գործընկերությունը չխաթարվի, չկործանվի, բայց այս գիտակցությունը այն գործընկերության մեջ չկա, որտեղ չկա աստվածավախություն։ Ուրեմն գործընկերության մեջ պետք է լինի աստվածավախություն, փոխզիջում, միմյանց օգնելու, միմյանց դժվարության նեղության մեջ հասնելու գիտակցություն, այն ժամանակ գործընկերությունը ուժեղ կլինի։ Կա պարզ ընկերություն, մանկության ընկերություն, որ երեխան տղաներ են կամ աղջիկներ են մանկությունից իրենց հետ միմյանց հետ ընկերանում են եւ մեծանում են, մանկության ժամանակ ընկերությունը քաղցր է, լավ է, որովհետեւ այս ժամանակ կա մաքրություն, անաղարտություն, սրբություն եւ կարծես այս մաքրությունը կարողանում է պահել այդ ընկերությունը։ Բայց երբ որ մեծանում են, կամաց վերանում է այդ մաքրությունը, այդ սրբությունը եւ ընկերությունը ուրիշ ուղղվածություն է ստանում։ Եվ մանկության ընկերները եթե միմյանց հետ սկսում են շփվել, այլևս ինչի մասին պետք է մտածեն, եթե երիտասարդ տղաներ են, արդեն իրենց մեծ կիրքը, ցանկությունը բարձրացել է, մեղքերը գլուխ են բարձրացել, պետք է արդեն սկսեն մեղսակից ընկերներ լինեն, միմյանց հետ սկսեն ծխել, միմյանց հետ շնանալ, գնալ չար գործեր կատարել, Աստված հեռու տանես մեծամեծ մեղքերից, գողություն կատարել, չգիտեմ, հաշիշամոլությամբ զբաղվել, ինչպես ցավոք սրտի այսօր տեսնում ենք։ Այս չար ընկերակցությունը լավ ընկերակցություն չէ, որտեղ ընդհանրապես չկա աստվածավախություն, ընդհանրապես չկա ճշմարտություն, այս ընկերությունը լավ ընկերություն չէ, պետք է խափանել այս ընկերությունը, պետք է հորդորել երիտասարդներին, որ ընկերությունը պետք է լինի ճշմարտություն վրա հիմնված, սուրբ սկզբունքների համար, իրենց ընկերակցությունը չար ընկերակցություն է, որ սուրբ սկզբունքներին չի հետևում, այսինքն մեղքի ընկերներ են իրենք։ Հորդորում եմ մեր բոլոր երիտասարդներին այն մանկության մաքրության ընկերությունը, երբ որ մեծանում եք մի կորցրեք։ Այն ընկերությունը, որտեղ սրբություն կա, մաքրություն կա, նա իրական ընկերություն է։ Իսկ այն ընկերությունը, որտեղ չկա մաքրություն ու սրբություն, անպայման որևէ շահի վրա հիմնված պետք է լինի, եւ այդ շահն էլ մարմնավոր է, նյութակոն է, եւ եթե մեղավոր է դառնում այդ շահը, ապա վայ այդ ընկերակցությանը, Աստծո բարկությունը, ահեղ սարսափն ու տագնապն է այդ շրջապատի վրա, մի օր Աստված այնպես կպատժի, որ խելք չեն գա։ Կա ընկերություն, որ հայրենասիրական սկզբունքների վրա է հիմնված, այսինքն միմյանց երկու զինվոր զորավարներ ուսի տված կանգնած հայրենիքի համար արյուն են զոհում, արյուն են հեղում, իրենց կյանքն են զոհաբերում հանուն հայրենիքի։ Սա սուրբ ընկերակցությունը, որտեվ ես
եւ բոլոր մարդիկ էլ կվկային, որ այն պահին, երբ որ հայ զինվորը սահմանի վրա կանգնած է եւ հանուն հայրենիքի ամեն վախ, տագնապ հաղթահարում է եւ երբեք չի ընկրկում, հետ չի կանգնում, դա աստվածային մի զորություն է։ Դա Տիրոջ ներկայությունն է այնտեղ։ Այլապես անհնար է, որ մարդը այդպիսի վախի ու տագնապի մենակ կամ քիչ մարդկանցով կանգնի ու հաղթահարի, եթե ոչ Աստծո օգնությամբ։ Ուրեմն աստվածային զորության ներկայությունը կա մեր բոլոր զինվորների, մեր բոլոր մարտիկների, որ կանգնած են սահմանին եւ հայրենասիրական ոգով հանուն հավատքի, հանուն հայրենիքի պաշտպանում են մեր հողերը։ Իմացեք, որ Աստված ներկա է այնտեղ։ Եվ այստեղ մի հետաքրքիր ընկերություն է ստեղծվում։ Այսինքն այր հայրենիքի սրբության գաղափարը, եկեղեցիների հավատքի գիտակցությունը մարդկանց այնպես է միավորում եւ իրական ընկերությունը տեղ ունենում։ Բայց ցավոք սրտի այդ ընկերությունը հենց այդ պահին է միայն, հենց այդ պահին է գեղեցիկ, հրաշալի, զորեղ, կարծես միայն մարտի դաշտում մենք ընկերություն կարող ենք անել։ Վերադառնում ենք խաղաղ մեր հայրենի հողը, այդ նույն մարտի ընկերները իրար թշնամի են դառնում։ Ինչու՞, որտեղ Աստծով ծնված, աստվածային օրհնությամբ սնված, զորեղացած այդ հայրենասիրությամբ հավատքի ընկերակցությունը իրենք չզարգացրեցին, չպահեցին։ Եվ հետագայում տեսնում ես, որ մարտի դաշտում միմյանց հետ կռված, նույն գաղափարի համար արյուն հեղած մարդիկ իրար թշնամի են դառնում եւ չպահեցին այն սուրբ ընկերությունը, որ ծնվեց մարտի դաշտում։ Գիտեք, որ խաղաղության մեջ ավելի մեծ պայքար ու պատերազմ պետք է մղել, ավելի հզոր հաղթանակներ պետք է տանել, քան թե մարտի դաշտում, որտեղ ավելի դժվար է խաղաղ ժամանակ հաղթահարելը, քան թե մարտի դաշտում։ Լավ պետք է իմանանք, որ մեր թշնամին դա ներքին թշնամի է, արտաքին թշնամանից մենք վախենալու ոչինչ չունենք։ Մեր թշնամին մեր ներսում է, մեղքն է մեր թշնամին, նախանձն է մեր թշնամին, ագահությունն է մեր թշնամին, որ այն սուրբ ընկերակցությունը մարտի դաշտում ծնված, նահատակների արյամբ սնված այդ ընկերությունը այսօր մենք դրամի, նախանձի եւ չարության պատճառով կորցնում ենք եւ կորցնում ենք այդ սուրբ ու վեհ գաղափարը։ Եվ վերջո ընկերակցություն կա, որ ընտանեկան ընկերակցություն է։ Այսինքն ամուսինը եւ կինը միմյանց հետ երիտասարդ են, դերևս ծանոթանում են, զրուցում են, այստեղ շատ հակասական բաներ են ծնվում։ Երիտասարդները սիրահարվում են եւ իրենց ընկերակցությունը սիրո ընկերակցություն է դառնում։ Այսինքն սա որակային իմաստով թվում է, թե լրիվ ուրիշ տեսակի ընկերակցությունը։ Մնացածը մենք հասկացանք ինչ ընկերակցություն են սա, բայց որակական էական տարբերություն է տալիս այս ընկերակցությունը։ Այսինքն ոչ միայն ինչ որ գաղափարների մասին են իրենք մտածում, բայց մարմնով են կարծես միմյանց հետ ուզում ձուլվել, հա, որտեղ սիրահարություն նշանակում է սերը հարեց, հարվածեց, զգացմունք է բուռն ծնվում, ինչ որ մի ապրումներ են տեղ ունենում եւ մարդը սկսում է սիրահարվել եւ նոր ընկերակցություն է ստեղծվում։ Եվ այս ընկերակցությունը պետք է անպայման թրծվի, պետք է անպայման մաքրվի, սրբվի, որտեղ սեր հասկացությունը երկու երես ունի։ Ինքը սերը իրականում հոգևոր իրողություն է, որովհետև սերը Աստծուց է տրված, որտեղ Աստված է սերը, որովհետև
Սերը սուրբ է, կատարյալ է, մաքուր է, միակն է, պարզն է, եւ Աստված է միակ կատարյալ սուրբ, պարզ եւ հավիտենական էակը, որին մենք պետք է սիրենք մեր ամբողջ սրտով, հոգով, զորությամբ եւ էությամբ։ Եվ հա այս սուրբ սիրո զգացումը, որը մեզանից սրբություն է պահանջում, որտեղ Աստծուն իրապես կարող են սիրել այն մարդիկ, որոնք սուրբ են, որտեղ Աստված էլ սուրբ է։ Եվ այդպես այդ գեղեցիկ սիրո զգացումը, որ մենք Տիրոջ հանդեպ պետք է տածենք, բայց չենք հասնում այդ գիտակցությունը, չենք աշխատում, չենք չարչարվում, չենք ճգնում, չենք աղոթում, այլ մեզ աշխարհն է գրավում եւ ուզում ենք այդ սիրո վեհ գաղափարը, գեղեցիկ զգացումը ոչ թե երկնքում փնտրել, այլ երկրի վրա փնտրել։ Ինչու, որտեվ երկրի վրա հեշտ է, որտեվ երկրի վրա տեսանելի է, շոշափելի է, նյութական է, հաճելի է, ինչպես Եվան տեսավ պտուղը եւ հաճելի էր, գեղեցիկ էր, հեշտ էր, միանգամից Աստվածանալու խոստում էր իրեն տրվում, կաստվածանաս սատանան խաբեց, կլինեք աստվածների նման, եւ այդպես ասացի, ինչ հեշտ է, մի հատ պտուղը կճաշակեմ, կաստվածանամ, հարցերը կլուծվեն, բայց այդպես չէ, քավլիցի, այդպես չէ, ճիշտ այդպես էլ մենք ենք գայթակղվում աշխարհում, այն գեղեցիկ սիրով վեհ զգացումը, որ Աստված Ադամին եւ Եվային էր տվել, որ պետք է որոշակի ժամանակ անցներ, որոշակի փորձառական շրջան պետք է անցներ, ինչպես եկեղեցու Սուրբ Հայրերն ասում, թե 40 օր Ադամն ու Եվան պետք է պահեին, նոր իրենց կարտոնվեր, արգելված պտղից ճաշակել եւ կենաց պտղից ճաշակել ու մտնել երկնքի արքայություն, բայց հեշտ արագ ճանապարհ փնտրեցին եւ ցավոք սրտի ավելի երկար ճանապարհով գնացին։ Ճիշտ այդպես էլ մենք ենք այսօր պատվիրանները պահելու փոխարեն մի շնացիր, մի գողացիր, մի սպանիր, Աստված ասում է, որպես այդ ճանապարհով դու ընթանաս, մաքրվես, սրբվես, թրծվես, փորձության շրջան անցնես, նոր սկսես Աստծուն սիրել։ Բայց մենք այս փորձառական շրջանը չենք անցնում ենք երկրորդ դժվար ճանապարհով, մեղքերի ճանապարհով ենք ուզում սեր ճաշակել, բայց սերը չես կարող ճաշակել մեղքերի ճանապարհով, եւ այդպես երիտասարդները, երբ որ սիրահարվում են, արագ են սիրահարվում, որտեվ դա մարմնավոր գաղափար է, դա հեշտ է, հաճելի է, գեղեցիկ է, իրավ իրանք էլ պատրաստ են սիրտը, արթուն է զգաները վառվում են եւ այդպես արագ սիրահարվում են, բայց իրենք չնկատեցին, որ շատ գեղեցիկ մի հանգամանք բաց թողեցին, այսինքն իրենք չհասկացան, որ սերը սուրբ է եւ իրենք դեռ պատրաստ չեն սուրբ սիրո, այսինքն իրենք ինքները չեն սրբվել, չեն մաքրվել եւ չեն էլ հասկանում, որ այդ զգացմունքային սահմանը իրենք չեն զգում, անցան արագ, որտեվ սիրո հոգևոր ոլորտ կա, սիրո հոգևոր մակարդակ կա, եթե սիրում ենք, ակա պետք է ոչ թե սիրենք մարմնավոր բարեմասնությունների համար, արտաքին գեղեցկության համար եւ մեղքի համար, այլ պետք է սիրենք հոգևոր գիտակցությամբ, այսինքն պետք է գնահատենք ոչ թե արտաքին գեղեցկությունը, այլ համեստությունը, այլ պարկեշտությունը, ինքներս մենք համեստ, հեզ, պարկեշտ լինենք, ապա տեսնենք այնպիսի մի մարդ, որ կարողանար մեզ հետ այս հատկանիշները կիսել, համեստություն, հեզություն, խոնարհություն, աստվածասիրություն, եկեղեցասիրություն, աղոթասիրություն, եւ այս հոգեվոր գիտակցությունը, երբ որ կա զուրկերի մեջ, այն ժամանակ ուրիշ որակի սեր է զարգանում իրենց մեջ, իրանք երբ որ զգում են այս հոգևոր սիրո գեղեցկությունն ու վեհությունը, զզվում են մարմնավոր սիրո երեսից, չեն ուզում, որ
պղծեն իրենց հոգևոր սերը մարմնավոր գիտակցությամբ, որովհետև քանի դեռ չեն պսակվել, քանի դեռ Աստվածային օրհնությունը չկա իրենց մերձենալու, ապա պետք է խիստ զուսպ լինեն, խիստ զուսպ, ոչ համբուրվել եւ առավել եւս ուրիշ տեսակի կապ չի կարելի, որովհետև դեռևս դուք խակ եք, դուք չեք հասունացել, պետք է հասունանաք դեռևս, դուք պետք է զսպեք ձեզ, պետք է կիրքը իրար հետ շփվելով հանդերձ հաղթահարեք աղոթքով, երկուսն էլ պետք է զգուշ լինեն, որ կիրք ցանկություն իրենց սիրո մեջ չլինի, որտեղ կա կիրք ցանկություն, մինչև ամուսնության ժամանակ էլ կիրք ցանկություն չպետք է լինի, որդեծնությունը ցանկության բավարարում չէ, այդպիսի բան չկա, որդեծնություն լրիվ ուրիշ բանի համար է, սերունդ թողելու համար է, ուրեմն ճիշտ այդպես պետք է զգուշ լինեն միշտ, որ սատանան մեղքը մուտ չէ, որտեղ տեղ շատ ավելի հեշտ է սատանայի մեղքի մուտ գործելը, քան թե սովորական աշխարհում, որպեսզի մեղքը մուտք չգործի իրենց մեջ եւ իրենց գեղեցիկ ընկերությունը սիրո գաղափարը չնսեմանա, չդառնա մարմնավոր, չդառնա նյութական եւ որոշակի փորձառական շրջան անցնեն, իրապես իրենց սիրո մեջ թրծվեն, ապրեն, աղոթքով, հաղթահարեն ամեն կիրք ցանկություն եւ իրապես որտեվ մարմնավոր սերը կուրացնում է, գերի է դարձնում, թույլ չի տալիս իրական պատկերը տեսնել սիրո, որտեվ ընկերակցությունը մեկ օրվա համար չի, ամբողջ կյանքի համար է ամուսնական ընկերակցությունը, բայց մարմնավոր կիրքը ցանկությունը կուրացնում է մարդուն եւ մարդը չի տեսնում իմ կողակից ամբողջ կյանքի համար ինձ ընկեր կլինի, մենք միմյանց հետ կարող ենք դառնություններ վշտեր կիսել, մենք կարող ենք մեր երեխաներին ճիշտ դաստիարակել, մայր կլինի, հայր կլինի իմ զավակներին, հայրենասիրությամբ լցված կլինի, աղոթասեր կլինի, եկեղեցասեր կլինի մեկը, թե մենակ մեղքի համար ենք մենք ամուսնանում, մենակ կիրք ու ցանկություն բավարարելու համար ենք ամուսնանում, մյուս վաղ ես գնամ եկեղեցի իմ վրա չի խոսա, կամ երեխաներիս ավետարան սովորեցնեմ, իմ վրա չի խոսա, եւ այսպիսի գաղափարները միասին պետք է նախքան ամուսնանալը խոսքով չէ, այլ էությամբ, այլ փորձառությամբ, կյանքով պետք է հասունանա զույգերի մեջ եւ նոր միայն վճռական որոշումը կայացնեն ամուսնության եւ եկեղեցական պսակի խորհրդի մեջ էլ մենք նույնն ենք ասում, թե տեսեք, կյանքում կան տեսակ փորձություններ ու դժվարություններ, ձախորդություն, աղքատություն, հիվանդություն, ի վերջո մահ։ Այս բոլոր դժվարություններն ու նեղությունները պատրաստ եք միմյանց հետ, առանց միմյանց դավաճանալու, առանց բաժանվելու, հաղթահարելու։ Պատրաստ եք։ Այո, պատրաստ ենք, զույգերն ասում են։ Վկա եք։ Այո, տեր եմ եւ հնազանդ եմ, տղամարդը տեր, կինը հնազանդ, սրա մեջ սիրո գեղեցիկ արտահայտություն կա, որ մի տան մեջ մի գլուխ պետք է լինի, մեկ տեր պետք է լինի, մեկ առաջնորդ լինի եւ մեկ պահապան պետք է լինի եւ մնացածը ամբողջության մեջ է, ոչ թե տեր ասելով իշխան ենք համարում, ոչ, տեր աշխատելով ավելի ծառայական իմաստով, որտեվ Տերը իրականում ծառան պետք է լինի, ով մեծ է նա փոքր է, ասում է ավետարան, այսինքն տան տղամարդը թեպետ Տերն է, թեպետ իրեն պետք է կինը լսի, բայց եւ անպես ինքն ավելի պետք է ծառայի զավակներին իր ընտանիքին։ Եվ այս գիտակցություն երբ որ կա եւ որոշակի ընկերակցության ընթացքում է ձավավորվել, հստակեցվել է, սրբվել է առանց որևէ կրքի, առանց որևէ ցանկության։ Ցանկությունն ու կիրքը խանգարում է միշտ։
ճիշտ ընտրություն կատարելու համար։ Այն ժամանակ 1 տարի, տարուկես ամենակիչ ժամկետը միմյանց հետ ընկերանալու, ծանոթանալու, լուրջ, խոհեմ, բարձրամակարդակ իմաստով նոր թույլ ենք տալիս, արտոնում ենք, որ կարող են զույգերը ամուսնանալ և ամբողջ կյանքի ընկեր լինել։ Այսպես փորձեցինք ընկերության մասին խոսել և բնականաբար այս բոլոր ընկերություններից վեհ ու գեղեցիկ, ինչ ընկերություններ, որ մենք ասացինք, գործ ընկերություններ, հայրենիքի ընկերակցություն, կյանքի ընկերակից, մանկության ընկեր, դրանք ժամանակավոր ընկերակցություններ են, կա մեկ գեղեցիկ ընկերություն, որ հավատքի ընկերությունն է, որ Քրիստոսով մենք մեկ ենք դառնում, այսինքն ի Քրիստոս տարբերություն չկա ոչ հրեայի, ոչ հեթանոսի, ոչ արուի, ոչ էքի, ոչ ծառայի, ոչ ազատի, այսինքն Քրիստոս այս բոլոր ընկերակցության ընկերներին մեկ մեծ ընկերակցության մեջ է միավորվում, եկեղեցու անդամակցության մեջ, մենք բոլորս, ինչպես Պողոս առաքյալն ասում, Քրիստոսի մարմնի անդամներն ենք և Քրիստոսի մարմնի մեջ ենք միավորված, մեր գլուխը մեր Տերն է Հիսուս Քրիստոս։ Եվ այս ընկերակցությունը իրական ընկերակցություն է, սուրբ ընկերակցություն է, հավիտենական ընկերակցություն է, մշտնջենավոր է, որտև եթե գործընկերները Քրիստոսով միավորված չեն, ապա հանդերձյալ կյանքում այդ ընկերությունը կդադարի։ Եթե անգամ ամուսինները Քրիստոսով միավորված չեն, խիստ հակառակ են, մեկը հակառակ է տիրոջը, անհավատ է, չար է, իսկ մյուսը տիրոջն է դավանում, ցավոք սրտի, երկնքի արքայության մեջ կդադարի այդ ընկերակցությունը։ Եվ մյուս ընկերակցություններ, եթե Աստծով չեն, եթե հավատքով չեն, ապա երկնքի արքայության մեջ կդադարեն այդ ընկերակցությունները։ Ուրեմն ընդկեր միասին ճաշակելու այս խորհուրդը իրականում ոչ թե սովորական նյութական մարմնավոր սեղանից ճաշակելու խորհուրդն է, այլ սուրբ սեղանից ճաշակելու խորհուրդն է։ Ընդկեր են նրանք, միասին ճաշակում են, ով Քրիստոսի մարմինն ու արյունն են ճաշակում, կատարյալ սրբությամբ, կատարյալ մաքրությամբ, ուրեմն հասնենք այս ընդկերությանը, Քրիստոսի մարմնի և արյան ճաշակումով, նույն սուրբ սեղանից սնվելով ու կերակրվելով լինենք միմյանց ընկեր։